Հրապարակ թերթը գրում է. Անցած կիրակի Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետած եկեղեցում Փաշինյանի մասնակցության պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել ԱՄՆ հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են, ոչ մի կերպ չեն հասկանում, արդյոք շեֆը ձեռքերը լվացել է եկեղեցու և վեհափարի դեմ արշավից, թե դադար է վերցրել մեծ պատերազմից առաջ և չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊԻ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում և կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի և վեհափարն ինքնակամ կհեռանա, իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել։ Խորհրդարանական ընտրություններից առաջ եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։ Հրապարակ թերթը գրում է. օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ, պահանջելով հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ 2 տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ, հանրության բարձրաձայծ աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է երեխաների հետ Արցախի թեմայով որևէ զրույց, հիշատակում չանել և հեռացնել փառքի անկյունները։ Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել։ ԿԳՄՍ-ից հորդորել են փառքի անկյուններից Արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել և միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը, կից գրությամբ՝ լավ սովորիր, որ լավ ապրես։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի «Հատիկ առ հատիկ» հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հանդիպումն է ներկայացրել դատարան, այս անգամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Սևանում գտնվող «Հարսնաքար» համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի և նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա՝ ենթադրել ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ «Հարսնաքարի» դրվագն առանձնացրել են, և գույքը խլելու հարցը ներկայացվել է «Հարսնաքար» ՍՊ-ին և ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սամուն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ոչ արցախցիների, ոչ հայաստանցիների շրջանում, սակայն եթե խնդրեն, որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի, որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար, խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը և նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։ Ըստ նույն աղբյուրների վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը և հրապարակային ելույթներն առավել շահեկան են լինելու իրենց իշխանության համար։ Սամվել Կարապետյանը լավ ռետոր չէ, մանիպուլյացիաների դաշտում չկա, իսկ առանց ճարտար խոսքի քարոզարշավը լավ ուղղությամբ չի կարող գնալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեպքերից մեկի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։ Այս քրեական վարույթը ուշագրավ է այնքանով, որ 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կար հարուցված քրեական վարույթ, և Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ դեռ 2021 թվականին որոշում է կայացվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նույն Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմիության ժամկետն անցնելու հիմքով։ Նույն գործի շրջանակում նախկինում հրապարակվել էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնցից ոմանք ևս ընդունել էին իրենց մեղքը, իսկ նրանց նկատմամբ գործերը կարճվել էին վաղեմիության հիմքով։ Եթե նույն ժամանակահատվածից առնչվող գործերով մի շարք պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմիության հիմքով, ապա 18 տարի անց նույն իրադարձությունների շրջանակում նոր ակտիվ քայլերը հարցեր են առաջացնում, որքան էլ որ մեղադրանքը խոշտանգում դրված լինի։ Փաստ թերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե մարտի 1-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը սակայն չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։ Փաստի տեղեկություններով դատախազությունը մտադիր է մեղադրանքներ առաջադրել ոստիկանապետի նախկին 2 տեղակալների ևս, որոնք 2008 թվականի մարտի 1-ին պաշտոնավարելիս են եղել։ Մասնավորապես խոսքը առաջին փոխոստիկանապետ Արարատ Մաղտեսյանի, փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի, ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի մասին է։ Մահտեսյանն առաջին փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2008 թվականի հունիսին, Հունանյանը 2013 թվականի հոկտեմբերին, երկուսն էլ պահեստազոր ուղարկվելուց հետո առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Գագիկ Համբարձումյանն ազատվել էր պաշտոնից 2018 թվականի հունվարին, իսկ արդեն 2021 թվականի ընտրություններում Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում էր 55-րդ տեղում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քրեական գործն այս նախկին ոստիկանների նկատմամբ հարուցվել է նույն հոդվածով, ինչ Սաշա Աֆյանի դեպքում՝ Ազատության հրապարակի ցուցարներին ուժով ցրելու և բռնություն գործադրելու համար։ Իրինա Ատանյան, Օրագիր Նյուզ։